Երևի տեղյակ եք, որ Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը, հաջորդը երևի գազը կլինի։ Ճիշտ արել։ Ճիշտ է, ես էլ եմ կանեմ։ Ինչու՞։ Ինչքան էս ճարիքից շուտ ազատվենք, այն ժամանակ մենք հասնենք բարվոք կյանքի։ Ռուսաստանի մեկ միշտ բան ենք անում, նախատում ենք, ասում ենք լավը չի, էս չի, այն չի, լավ, ենթադրենք Ռուսաստանը չկա։ Մի ուրիշ պետությունից պիտի մենք կախում ունենանք։ Հնարավոր չէ Հայաստանը փոքր երկիր, փոքր քիչ մարդիկ։ Չես կարա առանց ինչ որ մի գերպետությունի դու գոյատևես։ Մենք այն դարերի խորքից էլ միշտ կապ ենք ունեցել իրանց հետ։ Վերջի անգամ եմ ասում, հայ ժողովուրդը առանց Ռուսաստանի, նայում եմ խցիկին եւ ասում եմ, առանց Ռուսաստանի փոչը բռնելու, առանց Ռուսաստանի մենք ոչինչ չենք կարալու անել։ Միշտ ասենք մենք այն վախտով տեքու սովետի վախտով միշտ էլ ասենք Ռուսաստանն է կայնացել է հայերի մեջքին։ Եվ պատկերացնում եք, եթե լրիվ փակեն, ինչ է լինելու։ Ինչ է լինելու։ Լավ բան չի սպասվում։ Ոչ միտեղ ինքը չի կարող հանի իր ապրանքը։ Բացը Ռուսաստանից։ Մենակ ռուսներն են առնում էլի այդ բաները։ Տնտեսական բանով ինքը լրիվ ընկնելու է։ Լավ բան չի լինելու, այդ կամը գերի։ Եթե Ռուսաստանը չլինի, եվրոպական շուկա կգնանք։ Միջև գնան, ասում է։ Բա ինչ պիտի աներ, պիտի արգել էր։ Բա ինչու են պատնոշ կատալի։ Չգիտեին, որ պիտի արգել են։ Փաշինյանը չգիտեր։ Մենք կախքատենք տեղով, բանը լավելի կեժանանա ապրանքը, գնորդը կշահի, վաճառողը, գյուղատնտեսությունը կտուժի։ Այդ պամիդորը մի ամիս պիտի սպասի մինչև տանան Եվրոպա։ Եմ վարունգը, են կլուբնիկը, են կանաչին, մի ամիս պիտի սպասեն մինչև գնան Եվրոպա։ Ինձ թվում է հետևանքները, եթե ասենք այլ ընտրանք չկարողանան մարդիկ չարեն, հիմա մարդ ասենք բերքը աճացրել է, ամբողջ տարին պիտի դրանով ապրի։ Հիմա չի կարող ծախի առանց փող ամնում, միշտ պիտի անի այդ մարդը։ Պատկերացրեք դուք աշխատում եք, բայց աշխատատուի հետ ասենք հարաբերությունները վատացել են։ Հիմա խելոք մարդը ինչ ան, նոր գործ ամ գալիս, հետո այդ աշխատատուին ասում է հաջող քեզ գնում է, ճիշտ է, տրամաբանական է։ Հիմա մենք առանց ուրիշ բան ճարելու, այլ ընտրանք ճարելու, միանգամից պետք է մի քիչ ճկուն ձևով ասենք այդ հարցը բանենք։ Ռուսաստանը մեր այն շուկան է, որը որ կարելի է օգտվել, մեր գյուղատնտեսությունը զարգացնել, որովհետև մենք չենք կարա Եվրոպայում մեր գյուղատնտեսական արտադրանքը հանել իրան շուկան։ Ինձ թվում է լարվածությունը էտի ժամանակավոր է, վաղ թե ուշ էլի Ռուսաստանը մեր հարևանն է, ուզենք չուզենք պիտի իրանց հետ աշխատենք, զարգացնենք հարաբերությունները։ Это очередная политическая игра, так называемая игра двойных стандартов. Россия всегда имела свое влияние на Армению, и Армения всегда была в зависимости от крупных держав. Идет политическая игра, политические интриги для того, чтобы таких людей, как мы с вами, оказались бы в их руках, в их манипуляции. Եվրոպայի շուկան Հայաստանում հասան։ Нет, конечно, мы никогда не сможем войти в эту сферу, потому что Китай на сегодняшний день является тем государством, которое полностью захватил всю сферу своего продукции и тому подобное. Сегодня рынок заполнен китайской продукцией.